2018 թվականից կարմիր գծեր քաշելով ժողովրդի ու իրենց միջև իրենց բազազարտեմների դերում տեղավորած գիքորները, որոնք ինչքան էլ հարստացան, այդպես էլ արիստոկրատ չդարձան, քանի որ արիստոկրատ ծնվում են չեն դառնում, վերջին ջեպկիրների գրպանագողերի նման մտել են Հայաստանի քաղաքացու գրպանը ու իրենց ագահությունը ոչ մի կերպ սանձել չեն կարողանում, բառացի թքած ունենալով Երևանի ու երևանցու կարծիքի նրա ապրելակերպի վրա, ամեն քայլի դիմում են ընդհուպ մինչև պետական դավաճանության, միայն թե չկորցնեն իրենց կերակրատաշտը, այդ որ սիրում են այդքան ասել։ Սիրելի երևանցիներ, կենտրոնի բեռնաթափման իմիտացիա անելով, իրականում նախ իրենց չընտրվելու վստահություն չստանալու վրեժն են լուծում, եւ հետո հասկանալով, որ բնակչության մտավոր մասը հիմնականում պետության մայրաքաղաքում է բնակվում, փորձում են շեղել մայրաքաղաքի բնակչի ուշադրությունը կուլիսային խաղերից թուրքերի եւ արևմուտքի հետ, նախ իրենց սրտի օլիգարխիային ծառայություն մատուցելով ու կենտրոնը դարձնելով օլիգարխիկ հաճույքների վայր, ուր շարքային երևանցին անելիք չի ունենա, քանի որ նրա գրպանի պարունակությունը չի համապատասխանի ՔՊԿ-ի ախորժակին, եւ հետո իրենց թալանով ավելացնելով բյուջեն, ավելացնել միայն իրենց պարգևավճարները, քանի որ ոչ թոշակներն են ռեալաճում, ոչ աշխատավարձերը շարքային Երևանցու։ Ինչ մնում է Տիգրան Ավինյանի ասած բյուջեն սահմանափակ է, հիշեցնեմ, որ ձեր պարագլուխ գերագույն գլխավոր ազգադավը բազմիցս ասել է, որ դուք փողի խնդիր չունեք։ Դե իհարկե 6 միլիարդից 12 միլիարդի վերացած պետբյուջեն, դարձրած այդքան աճեցրած, ԿՊ-ն չի կարող փողի խնդիր ունենալ, ուստի ոչ մի կերպ հասկանալի չէ, ինչու վերգետնյա, ստորգետնյա կայանատեղիներ չեք ստեղծում, կառուցում նոր միայն, ինչու 18 մետրանոց, 12 մետրանոց, 8 մետրանոց ավտոբուսներ չեք ներմուծում, չէ որ փողի խնդիր չունեք, ձեր պարագլուխն է ասել, Փոխանակ քաղաքի աղբը հավաքեք, տոնածառի խաղալիքներ եք։ Ամեն դեպքում կոռեկտությունը պահեք ու այն շրջանակի մեջ ամբյոնի չօգտվեք, բանը հանգստացեք։ Վրաստանի օրինակն եք մեջ բերում, 67 միլիոնի տոնածառ է առել մենակ։ Պարոն քաղաքապետ, ինչի՞։ Մի րոպե։ Ժորժ ջան, հանգիստ։ Ժողովուրդ, հանգիստ, ուրեմն ուզում եմ հիշեցնել, ամեն դեպքում ով ինչ խոսում է, առաջին հերթին ինքը իր աշխարհայացը մտածելակերպն ու վարվելակերպն է ի ցույց դնում, հետևապես թողեք թող խոսեն։ Վրաստանին օրինակ եք բերում։ Պարոն Ավինյան, մենք չունենք այդքան ժամանակ լսելու այդ մտքեր, խնդրում եմ ընդհատեք ելույթը։ Վրաստանի ապրելակերպի չափանիշը տնտեսական վիճակը մենք դեռ չունենք։ Ուստի ձեր արածները թալան է, թալանից խոսացողներ։ Սեփական ազգի մշակույթը կրթությունը խեղաթյուրելով, հարկեր ավելացնելով, օտար հարատավոր բանկեր ներմուծելով ցիվիլ չեք դառնալու, այդպես եվրոպացի չեն դառնում։ Սիրելի երևանցիներ, հավատացում ենք, որ ոչ ոստիկանական պատով, ոչ իրենց գրպանի դատահամակարգով չեն ստիպելու լռել ոչ Երևանի համար պայքարող երևանցիներին եւ ոչ Մայր Հայաստանին։ Մայր Հայաստանը եղել է, լինելու է ձեր կողքին ու ամեն կերպ աշխատելու ենք մեր հայրենիքը թույլ չտալ թրքացման։ Չենք ընդունելու թուրքերին որպես եղբայրներ, չկա նման հայի վիճակ։ Վերջ, Տիկին Հայրապետյան։ Տիկին Հայրապետյան, դուք խոսքի իրավունքից մինչև նիստի ավարտը զրկվում եք։ Սեդա տերմինասիան